Փառք Աստծո, մեր երկու երկրի ղեկավարները ընտրել են այս ճանապարհը, երկրորդը եւ խաղաղությունը։ Հայաստանի նախագահին որպես անկախ փորձագետ են հրավիրել Դավոսի համաշխարհային ֆորումին։ Գերադասել են։ Համենայն դեպս սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը խորագրով պանելային քննարկմանը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահը, Վահագն Խաչատուրյանը հիմնականում փորձագիտական կարծիք է հայտնում։ Փորձել եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում ինչ որ ձևով օգտակար լինել, որովհետեւ ինձ համար հասկանալի է մի բան։ Եթե ունեք հարևաններ, հարևանների հետ ապրում եք միայն խաղաղ։ Նույնիսկ կենցաղում այդպես, առավել եւս պետական մակարդակում։ Այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհը վեճ է, կռիվ է, անիմաստ ժամանակի կորուստ է։ Հավերժ թշնամիներ հասկացողություններ չկան։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հաջողությանը Վահագն Խաչատուրյանը չի կասկածում, որովհետեւ ըստ նրա երկու երկրներն էլ առաջ են նայում։ Ելույթի այդ հատվածը Հայաստանի նախագահի պաշտոնական էջում տարածված տեսանյութում չկա։ Դավոսի համաշխարհային ֆորումի կայքում տարածված տեսանյութում Հայաստանի նախագահի խոսքն այսպես է թարգմանվում։ It was unbelievable. Իրականում անհավատալի էր, որ կարելի էր կարճ ժամանակում հասնել այնպիսի իրավիճակի, որ Հայաստանը հնարավորություն ունենա անմիջապես Ադրբեջանից ապրանքներ ստանալ Վրաստանի տարածքով։ Is able to receive cargo. Ես վստահ եմ, որ կգա նաև այն օրը, որ մենք կստանանք այդ ապրանքները միմյանց տարածքներով։ One day to receive this cargo directly through our own territories. Ալիևն էլ է կարծում, որ մոտ է այն օրը, երբ բեռները ոչ թե Վրաստանի տարածքով, այլ Ադրբեջանից ուղիղ Հայաստան կմտնեն։ Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան արտահանման մասին են նաև բանակցում Բաքուն ու Երևանը։ Now we got a request. Հայաստանը հարցում է ուղարկել Ադրբեջանին Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան բեռների տարանցման տրամադրման վերաբերյալ։ Այսպիսով մենք դե ֆակտո միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Corridors, yes. Ճիշտ է, բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն կգա մի օր, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով։ Հեռու չէ։ Through Azerbaijan, and that day is not too far away. Որպես խաղաղության արդյունք Ալիևը հատուկ նշում է Հայաստան եկած ադրբեջանական նավթամթերքը։ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուց հետո վերացրեց բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել անհրաժեշտ նավթամթերքներ, շատ ավելի ցածր գնով, քան նրանք երբևէ կարող էին իրենց թույլ տալ։ Հայաստանի մասին ակնհայտ մեղմ է խոսում Ադրբեջանի նախագահը Դավոսում։ Անգամ թրիփը իր անունով է ասում, ոչ թե Զանգեզուրի միջանցք անվանում, ինչպես սովորաբար անում է։ Թրիփով եւ Միացյալ Նահանգների վերահսկողությամբ հաղորդակցության նախագծով մենք նոր տրանսպորտային միջանցք ենք ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Part of Azerbaijan, which is Nakhchivan, Turkey, and further down to Europe. Ադրբեջանի արևելյան ժպիտի հետևում ոչ մի դրական բան չկա։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը համոզված է, սպառնացողի եւ պահանջատիրոջ խոսույթը քաղաքակիրթ լեզվով փոխելու պատճառը Դավոսն է։ Ակնհայտ է, որ Դավոսում Ալիևը չի կարող օգտագործել նույն բառամթերքը, ինչ որ օգտագործում է իր երկրում։ Բացի այդ, խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մոտ են։ Անկարայից արդեն անթակույց աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Ալիևն էլ ըստ ընդդիմադիր падգամավորի, մինչև հունիս Հայաստանի սահմանադրությունը փոխելու իր պահանջն է մոռանալու։ Թե Ալիևը եւ թե Էրդողանը շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաջողություն արձանագրի, որովհետեւ նրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը իրենց ենթակամարտն է, իրենց պահանջները անխոնջ կերպով կատարում է։ Իրականությունն այն է, որ Ալիևը եւս մեկ քայլով մոտեցել է անխոչնդոտ միջանցք ստանալու իր պահանջին, երբ Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կնքել են թրիփ իրականացման շրջանակի մասին փաստաթուղթը։ Այդտեղ խոսք չկա Իջևան, Ղազախ եւ Երասխից Նախիջևանի սահման երկաթուղիների բացման մասին, որոնցով ըստ Ալիևի մոտ ապագայում բեռներ են փոխանակվելու։ Երբ կբացվի Երասխից Նախիջևանի սահման երկաթուղին, երբ կբացվի Ղազախ Իջևանից դեպի Ղազախ եւ ընդհանրապես Ադրբեջանի տարածքով անխոչնդոտ երթևեկության իրավունքը, որտեղ կգործեն նույն իրավական կարգավորումները, front office, back office եւ այլն, որովհետեւ ինչքան Ադրբեջանը չի ուզում, որ սահմանը հատելիս շփվի հայ պաշտոնյաների հետ, երևի 100 այդքան մենք չենք ուզում։
Եվ այդ փոխադարձության փոխարեն ինչ ենք ստանում, ընդհանրապես սահմանափակ տրանզիտ, այն էլ Հայաստան բերելու, Հայաստանից արտանելու դեպք դեռևս չունենք։ Trip զարգացման ընկերությունը նախատեսում է Սյունիքում երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներ, էլեկտրահաղորդման համակարգ, նավթատարներ ու գազատարներ կառուցել։ Ինչի համար են դրանք, եթե գոյություն ունեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը։ Արթուր Խաչատրյանը կասկածներ ունի, որ փորձ է արվում Հայաստանը էներգետիկ կախվածության մեջ դնել Ադրբեջանից։ Ես չեմ բացառում, որ իրան կբերեն Նախիջևանով, ասկան ոչ թե Նախիջևանով, այլ կհատեն Սյունիքը, ինչ որ մի պահի նավթամուղը կբարձրանա վերև, եւ Հայաստանը օրինակ նավթ կամ գազ կսկսի ստանալ Ադրբեջանից կամ հոսանք կստանանք Ադրբեջանից, այսինքն փոխարեն օրինակ Իրանից գազ գնենք, Իրան կսկսեն գնել Ադրբեջանից։ Օվերտոնի պատուհանը արդեն բացել են։ Ադրբեջանից էժան բենզին են բերել։ Մեծամորի ատոմակայանը փակելու Անկարայի ու Բաքվի պահանջների ֆոնին էլ Հայաստանի էլեկտրական ցանցերը ազգայնացնելու անվան տակ վերցրել են սեփականատիրոջից։ Թերեզա Կադաևչյան, Կարինե Մանգասարյան, Նորայ Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։